Ողջույն սիրելիներ, իմ YouTube-յան վիդեոները շարունակվում են, ինչպես տեսնում եք, դեռևս ունեմ մոտիվացիա անելու, փորձելու եմ ինչ-որ ժամանակ անընդմեջ անել, կարծում եմ հաջողության գաղտնիքներից մեկը ինչ-որ բան անընդմեջ անելն է, ամեն օր գոնե թե կես ժամ տրամադրել ու իմ կյանքում դա բավականին հեշտ է ստացվում, որովհետև երբ որ ես ինձ դնում եմ ինչ-որ դիսցիպլինայի մեջ, դա իմ համար լիմիտ չի, դա իմ համար տարածություն է, որտեղ որ ես կարամ լինեմ ազատ, որովհետև ես օրվա մեջ անում եմ անպայման ինչ-որ բան մարմնիս համար, բացի նրանից, որ առողջ ծնունդ, նաև մարմնամարզություն, կլինի մի օր յոգա, կլինի պար, կլինի ուղղակի հաճախել մարզասրահ, բայց ամեն դեպքում մոտ կես ժամ ամենաքիչը 40 րոպե տրամադրում եմ, եթե ստացվում է ավել։ Երկրորդը անում եմ ինչ-որ բան իմ մտքի համար, որպեսզի միտքս լինի հանգիստ, կամ ինքս ինձ հետ ժամանակ եմ անցկացնում, ուղղակի լռության մեջ նստում եմ, փորձում եմ զգալ էմոցիաներս, հասկանալ ինչ եմ զգում, ինչ եմ ուզում, ինչ եմ այս պահին որտեղ եմ, այսպես ասած իմ կյանքում։ Այս երկուսը եւ հիմա ինչ-որ բան ուզում եմ անել նաեւ ձեզ համար, ինչ-որ բան անել մարդկանց համար ու այս պահին դա YouTube-ը կընտրեմ, որպեսզի YouTube-յան տեսահոլովակները կընտրեմ որպես դա անելու ձև, այսպես ասած, փորձեմ տեսնեմ ինչքան երկար կարող եմ անել, ամեն դեպքում ուսումնասիրելով ինքս ինձ կարող եմ ասեմ, որ բավականին երկար յոգայի մեջ եմ արդեն երևի 14 տարի եւ չեմ հոգնել եւ անընդմեջ անում եմ, պարը եւս շատ երկար ժամանակ է արդեն իմ կյանքում, այնպես որ կարծում եմ թե մոտիվացիան լինի, սա էլ շարունակեմ։ Տեսնենք, ամեն դեպքում խոստումներ չեմ սիրում տալ։ Մի խոսքով, դուք էլ, եթե դուք ուզում եք ինչ-որ մի բան ձեր կյանքում, փորձեք ամեն օր գոնե թե 30 րոպե տրամադրել դրան, Ինձ թվում է, սա շատ հասարակ բան է իրականում, բայց շատ աշխատող, իրականում ամեն ինչի մեջ աշխատող, ես տեսել եմ ինչպես ինչ-որ մեկը, օրինակ 0 մակարդակից սալսա է սովորել, մենակ նրա հաշվին, որ ամեն օր ինքը մի ժամ օրվա մեջ տրամադրում էր դրան, ամեն օր, ու 6 ամսում կարող եմ ասել, որ ինքը բավականին միջինից բարձր, կարող եմ ասել, որ պարող էր, բայց ինքը երբեք չէր շպարել իր կյանքում, այսինքն դա լրիվ նոր բան էր, այնպես որ մենք կարող ենք ամեն ինչ սովորել, կարևորը լինի մոտիվացիան եւ հնարավորությունը։ Հնարավորությունն է, կարծում եմ, այն բաները, որոնք որ մենք իսկապես ուզում ենք ի սրտե, մենք տեսնում ենք ամենտեղ հնարավորություն դա անելու, Իսկ օրինակ թեկուզ եթե դուք ունեք երեխաներ, դժվար է եւ այլն, բայց ամեն դեպքում երբ որ նրանք քնում են, դուք կարող եք հեռախոսը վերցնել, ուղղակի Instagram-ը scroll անել, կամ էլ թե տրամադրել ժամանակը ձեր մարմնին։ Հասկանում եմ հոգնած եք եւ այլն, ուզում եմ ասել, որ երբ որ մարդ ինչ-որ բան ուզում է, ինքը տեսնում է հնարավորություններ, իսկ եթե մարդ ինչ-որ բան չի ուզում, ինքը կգտնի 1000 պատճառ ասելու, որ խոսքով չեմ հասցնում եւ այլն պատճառներ, որպեսզի նա չկատարի այդ։ Այնպես որ կարևոր է նաեւ իմանալ մեր իրական ցանկությունները։ Արդյոք դրանք սոցիումից թելադրված, մեր ընտանիքներից թելադրված ցանկություններ են, թե դրանք մեր իսկականն են։ Դրա համար կա վարժություններ, որոնցով որ դուք կարող եք ստուգել ինչքանով է ինտրոյեկցիան դա այն է, ինչ որ փոքր ժամանակ մենք շատ բաց ենք ինֆորմացիայի հանդեպ ու ինչ որ մեզ ասում են, մենք դա որպես ճշմարտություն ենք ընկալում, հատկապես մեր ծնողները, ովքեր որ մեր ավտորիտետներն են այդ ժամանակ, եւ առանց մարսելու, ծամելու այս ինֆորմացիան միանգամից ընդունում ենք մեր մեջ, եւ հետագայում դրանք միշտ չէ որ ճշմարիտ են բնականաբար։ Եվ մեզ թվում է, թե դրանք մեր ցանկություններն են կամ այնպիսի ինֆորմացիա է, որ միշտ 100%-ով ճիշտ ինֆորմացիա է, բայց հետագայում, երբ որ մենք սկսում ենք ուսումնասիրել ինքներս մեզ, հասկանում ենք, որ շատ բաներ ուղղակի ինտրոյեկցիաներ են, այսինքն կուլ տված ինֆորմացիաներ է, այլ ոչ իրականություն։ Այնպես որ հասկանալ իսկականում մենք ինչ ենք ուզում, սրա համար պետք է մենք կարողանանք ինտիմ հարաբերություններ ունենալ ինքներս մեզ հետ,
եւ բացվենք ինքներս մեզ գոնե թե, հա, անկեղծանանք ինքներս մեզ հետ, բնականաբար կարող եք դիմել մասնագետի, ով կուղղորդի այդ ամեն ինչը այդ process-ը ավելի արագացնել, բայց եւ այնպես դուք նաեւ կարող եք անել ինքներդ մենակ, հա։ Այսօր իրականում ուզում եի խոսեի նրա մասին, որ մենք մեր ընտանիքներում, որտեղ որ ծնվել ենք, ունեցել ենք ինչ-որ մթնոլորտ, շատերի համար այդ մթնոլորտը եղել է ապահովության մթնոլորտ, շատերի համար այդ մթնոլորտը եղել է ոչ ապահով մթնոլորտ, ու այդ մթնոլորտը ինչ էլ որ եղել է, մենք հասուն տարիքում փորձում ենք այդ մթնոլորտը բերել մեր կյանք, հա, նույնիսկ եթե, չգիտեմ, մեզ քննադատել են, հա, մենք սովորել ենք, որ մեզ ուշադրություն տալու ձևը, մեզ սեր տալու ձևը, օրինակ քննադատվելն է։ Ու մենք կարանք հետագայում նենց մարդկանց հետ շփվենք, ենթագիտակցաբար, որ մեզ կքննադատեն, որտեղ դա սովոր միջավայր է մեզ համար, հա, դա մեզ համար մենք ուզում ենք անդադար միջավայրը ստեղծենք, նույնիսկ եթե դա եղել է ոչ այնքան դրական, այսպես ասած, կամ առողջ միջավայր։ Նաև աբյուզիվ հարաբերություններ, նաև մի խոսքով եթե, չգիտեմ, խմող է եղել ծնողներից ինչ-որ մեկը եւ այլն, սա էլ, հա, բնականաբար, սենց իր ներգործությունը ունի մեր վրա։ Եվ նաև ես ուզում եմ խոսեմ սեր ստանալու մեխանիզմներից, որ երեխան փոքր ժամանակ ձևավորում է, որտեղ բնականաբար բոլոր երեխաները ունեն լիքը սիրո կարիք, ու բնականաբար մեր ծնողները բացի մեզանից ունեն նաև իրենց առանձին կյանքը ու շատ հաճախ չեն հասցնում այդքան ուշադրություն կամ այդքան սեր տալ երեխաներին, եւ երեխայի համար երբեմն կարող լինի դա տրավմատիկ, երբեմն չէ, օրինակ երեխան երբ ասում է մամիմ հետ խաղա, ասենք մաման ասում է չես տեսնում զբաղված եմ եւ այլն, կարող է սա դառնա ինչ-որ տրավմա, որը ինձ չեն սիրում, հա, եւ բնականաբար այս համոզմունք ձևավորվի մեր մեջ, որ ինձ չեն սիրում ամբողջ կյանքի ընթացքում բոլոր պարտներների հետ է սցենարը կրկնվի եւ այլն եւ այլն։ Բայց նաեւ կարող լինի, որ չլինի տրավմա, հա, այսինքն մենք չգիտենք, հա, եւ հետաքրքիր է նա, որ նույնիսկ եթե զույգ է ծնվում, իրանք նույն ընտանիքում են մեծանում, նույն ծվաբջից են, հա, նույն մի խոսքով այդ ֆիզիոլոգիական մասը շատ չգիտեմ, բայց գիտեմ, որ ամբողջությամբ նույն, հա, նույն հղիության շրջանում մայրը նույն ապրումներն է ունենում եւ նրանք ծնվում են, բայց նրանք տարբեր են, հա, ինչով է սա բացատրվում։ Գուցե գեներով։ Մի խոսքով, երեխան փոքր ժամանակ, երբ որ չի կարողանում ուղիղ ձևով ստանալ սեր, ինքը սկսում է մեխանիզմներ մշակել, որպեսզի սեր ստանալ։ Այսօր կխոսենք այդ մեխանիզմներից 5-ի մասին։ Եվ նաև ես կնշեմ, թե որ մեխանիզմներն են ինձ մեջ, իմ մեջ։ Եվ կնշեմ նաև ոնց է այդ հայտնաբերվել։ Մի խոսքով, առաջին մեխանիզմը հաստատ դուք ձեր շրջապատում ունեք մարդկանց, ովքեր անընդհատ ինչ-որ հումորներ են անում։ Անընդհատ ինչ-որ հումորներ են անում, սրանով բնականաբար մարդ կարող ունենա ուղղակի հումորի զգացում ու սա անի, հա, հարցը սրա մասին չէ, նրա մասն է, որ փոքր ժամանակ մի երկու անգամ հումոր են արել ու իր ծնողները իրան գովացել են, ասել են, վայ, ինչ դիզաղալու է, ինչ լավն ես եւ այլն, ու ինքը հասկացել է, որ եթե ես անեմ հումոր, ինձ կսիրեն։ Այստեղ վատի լավի հարցն է չի, հա, ուղղակի խոսում ենք մեխանիզմներից, ուղղակի հարցը նրանում է, որ սա ձևավորվում է այն ժամանակ, երբ որ ես հասկանում եմ, որ սեր ստանալու համար ես ինչ-որ բան պետք է անեմ, հա, եթե այս մեխանիզմը կա ձեր մեջ, ընդհանրապես, որ ես սեր ստանալու համար պետք է անեմ ինչ-որ մի բան, հա, ապա հետագայում դուք կարող եք նաև զգալ ձեր զուգընկերոջ հետ, ընկերների հետ, որ ես մի բան անեմ, որ ինձ սիրեն, հա։ Կարևոր է, որ մենք իմանանք, որ մեր ծնողները մեզ սիրում են առանց պայմանների, անպայման, հա, անպայման սիրում են, unconditional love, անգլերեն ասած, անպայմանական սեր, և այո, անդրադառնալով այլ մեխանիզմների, օրինակ մեխանիզմը հանձնվելու, հա, օրինակ փոքր ժամանակ, երբ որ երեխան ինչ-որ բաներ արել է, իր մոտ չի ստացվել, ինքը սկսել է վсё, իմ մոտ չի ստացվում հանձնվել, ու այդ ժամանակ ծնողները սկսել են աջակցել, վայ, բալես, իհարկե կստացվի քո մոտ, եւ այլն, այսինքն նա աջակցությունը, սերը ստացել է ծնողներից
Այն ժամանակ, երբ որ ինքը հանձնվել է։ Ու իր մոտ բնականաբար մեխանիզմ է առաջանում, որը եթե ես հանձնվեմ, ինձ կսիրեն, կաջակցեն, սա նաև կարա հաճախ տանի զոհի կարգավիճակին, հա, որ ես վատն եմ, ես սենց եմ, ես նենց եմ, որպեսզի իրան սեր եւ ուշադրություն տան։ Այս հանձնվելու մեխանիզմը իրականում իմ մեջ կար, երբեմն հիմա շատ հազվադեպ հիմա էլ գալիս է, ես տեսնում եմ, ուսումնասիրում եմ, ասում եմ, քեզ գիտեմ դու այդ մեխանիզմից եւ այլն, նաեւ գիտեմ ձեւ ինչպես այդ ոնց որ զգացումից դուրս գամ, ամեն դեպքում այդ հանձնվելու մեխանիզմ երկրորդ, առաջինը այդ հումորն է, հա, այդ հումոր անողները, որ անդադ ուշադրությունը գալիս, այդ իրական այդ հումոր անողները իրանք երբեմն ունենում են դժվարություն դառնալու խոցելու, ուղղակի բացվելու լինելու, որովհետև իրանք մտածում են, որ ես պիտի լինեմ հումոր, դուշա կամպանիի, որ ինձ սիրեն, հա։ Հանձնվելը կա այսպիսի մի տեսակ գրավել, մարդուն գրավել, որպեսզի դու քո շահին կարողանաս հասնել, հա, այսպիսի մեխանիզմ, սարվա երեխաները տենց օրինակ չգիտեմ աղջիկ երեխան կարա պապային էսի պապ խնդրում եմ ինձ մանրոժնի կառնես, հենց աչքերով նայի մի տեսակ գրավչական եւ այլն, եւ ոնց որ երբ որ իր շահը, այսպես ասած, բավարարվի, ինքը կարա դա նաեւ օգտագործի մեծ ժամանակ, ինչ որ փորձի գրավելը օգտագործել, չգիտեմ թե գործի մեջ, թե ինչ որ այլ ասպեկտներում օգտագործի։ Այս երրորդն է, հա։ Չորրորդը կռիվ անել կամ կռիվ տալ, որովհետև հարցակումները եւ կռիվները բերում են ուշադրություն մեր վրա, հա, որը մենք ենթագիտակցությանը հենց այդ սիրո ուշադրության կարիք ունենք, բայց հենց որ ուղղուր ձևերով չեն կարողանում ստանալ, ես կռիվ կանեմ եւ կստանամ այդ էմոցիան կամ ես նույնիսկ կջղայնացնեմ մեկին եւ այդ էմոցիան կստանամ, որովհետեւ երբ որ ինչ որ մեկը մեր վրա ջղայնանում է կամ ինչ որ մեկը ինչ որ էմոցիա է զգում մեր հանդեպ, այդ ժամանակ այդ մարդը շատ ներկա է մեզ հետ, հա, եւ իրականում մենք դա ենք ուզում, ոչ թե մենք ուզում ենք որ ջղայնանա, ուզում ենք sense կենտրոնացումը մեզ տա, հա, տարբերությունը զգացիք։ Մի խոսքով կռիվ անելը, այսինքն չհամաձայնվել, կռիվան, մի խոսքով այս արձագանքը եւս նաեւ ուշադրություն ստանալու արձագանքա, որովհետեւ եթե ես կռիվ անեմ, իմ հետ կշարունակեն կռիվ անել, ես անդադ այդ էներգիան ոնց որ կստանամ, հա, այսինքն այս մեխանիզմը նաեւ հումոր, հանձնվել, կռիվ տալու մեխանիզմը, գրավելու մեխանիզմը եւ հինգերորդը օգնել։ Երբ ես երեխա ժամանակ օգնել եմ ծնողներիս, օրինակ եմ, հա, բերում, այս մեխանիզմը իմ մոտ առկա չի, բայց հաստատ դուք ձեր շրջապատում բոլորին գտնում եք, հա, օրինակ այս օգնողը ինձ թվում է մամաս ունի շատ այս օգնելու մեխանիզմը։ Մի խոսքով անդադ ուզում է ինքը օգնի, որ իրան սիրեն, հա, որովհետև ծնողներին մի երկու անգամ օգնել է, իրան գողացել են, ասում են, լավ աղջիկ ես, կամ ասի լավ տղա ես, ու ինքը տենց մտածել է, որ ես օգնեմ, ուրեմն ինձ կսիրեն։ Նայեք, ճիշտ հասկացեք, օգնելու մեջ բացասական ոչ մի բան չկա, բայց եթե մենք օգնում ենք լիությունից, այսինքն ես այնքան լավ եմ, այնքան sense ամեն ինչ իմ կյանքում լավ է, այնքան լցված եմ սիրով, որ հիմա ես իրոք սրտանց ուզում եմ անշահախնդիր օգնեմ ինչ-որ մեկին։ Բայց այն, որ ես սա ուղղակի անում եմ չուզելով, որպեսզի ինձ սիրեն, սա մեխանիզմ է, հա։ Այսպիսի մարդիկ շատ կան, որ վայ օգնեմ, վայ դուր ես անեմ, վայ օգնեմ, բայց միշտ չի որ դա գալիս է իրանց մեջի լիությունից։ Հասկացանք, չէ՞ տարբերությունը։ Դե ինչ գտեք ձեզ այս մեխանիզմների մեջ, կոմենտներում գրեք, որ մեխանիզմ եք դուք եւ այս ինձ թվում է առիթ է մեզ համար քննարկելու ինքներս մեզ հետ, թե որ մեխանիզմներ են առկա, երբ են դրանք դրսևորվում, բոլորի մեջ կա, բայց բնականաբար ինչ որ մեկը ավելի ակտիվ է կամ ինչ որ երկուսը դուց է։ Ինձ հետաքրքիր է ձեր կոմենտները սրա մասին, ինչ եք կարծում։ Եվ այո, այստեղ մի հատ էլ թեմայից կուզեմ խոսամ իրականում։ Այդ բանն է, սեր տալու, սեր վերցնելու թեման է, որովհետև մենք սովորաբար տարբեր ձև ենք ընկալում սերը, կարծում եմ նաև ձևավորվում է փոքր ժամանակ, բայց նաև ոչ միշտ, որտեղ ես իմ այցելուների մոտ նկատել եմ, որ օրինակ իրանց ընտանիքում այդպես չի եղել, բայց իր համար այդ
սեր ստանալու մեխանիզմը, հա, օրինակի համար։ Դե բնականաբար տեղյակ եք այս 5 լեզուները սիրո, հա, ֆիզիկական, դիպում, կոմպլիմենտներ, կամ լավ խոսքեր, հոգ տանել, ժամանակի տրամադրում եւ նվերներ, ոնց որ հիմնական սիրո լեզուները, հա, ու եթե ձեր պարտների սիրո լեզուն տարբեր է, կարևոր է որ իրան դուք տակ այն ինչ որ ինքն է ուզում, կոպիտ ասած, եթե օրինակի համար իմ պարտները ուզում է նվերներ, բայց իմ սիրո լեզուն գրկվելն է, ես անդադ ուզում եմ գրկվել, ինքն է անդադ ուզում է նվերներ, այստեղ կարևոր է որ ես իրան տամ նվերներ, ինքը ինձ տա գրկել, հա, օրինակի համար։ Ու նաև այդ օրինակ իմ ընտանիքում հիմնականում մամաս, պապաս այտենց դիպչելու հետ, այտենց շատ այտենց նուրբ մեկ-մեկ այտենց, իսկ մամաս այն որ սիրում ասել գզի մի տեսակ ու ինքը ինձ շատ է տվել ֆիզիկական կոնտակտ դրա համար ես սերը որտեղ մաման է սիրո աղբյուրն է չէ առաջի սերը ընկալում եմ հենց տենց որ ֆիզիկական կոնտակտ ինձ որ մի հատ գրկում են ես մտածում եմ всё ինձ սիրում են հա կոպիտ ասած բայց շատ մարդկանց համար այդպես չի հա ու եթե չի համընկնում նրանք պետք է հասկանան քո սիրո լեզուն ու դու էլ իրանցը պետք է հասկանաս, իհարկե լավ է, որ առաջի ձեր սիրո լեզուն համապատասխանի, բայց եթե չի համապատասխանում, այդ չի նշանակում, որ դուք իրար հետ չեք կարա սերս գաք, հա, բնականաբար կարաք, ուստեղ հարցն է, որ էլի, հա, տարիներով իրար հետ ամուսնացած զույգեր չգիտեն, իսկապես չգիտեն։ Ես նույնիսկ ես զույգերի հետ եւս աշխատում եմ, վերջերս ես հարցրեցի իմ այցելուին որն է քո կնոջ սիրած ծաղիկները ինքը ասաց ես չգիտեմ հա ու իրանք ամուսնացել են բավականին երկար տարիներ նաև երեխաներ ունեն այսինքն ուղղակի հարմար է իրար հետ ապրում են այս առանձին թեմա է սրա մասին անպայման վիդեո նկարելու եմ որովհետև երեխեք մի հատ խոսք կա այն որ ասում է խայտառակություն Այդ իմ որ ասում է սիրած խոսքերի հնգյակի մեջ է մտնում ու իմ մաման էր այդ միշտ օգտագործում խայտառակ եղանք, խայտառակություն, ես զզվում եմ այդ բառից, անկեղծ ասած, բայց հիմա պետք է օգտագործեմ այն ինչ կատարվում է մեր հայկական ընտանիքներում խայտառակությունը, որովհետև մարդիկ կոնկրետ ապրում են իրար հետ ստիպված։ Մարդ կա ապրում է, որտեղ ֆինանսական կախվածություն ունի, մարդ կա ապրում է, որովհետև տեղ չունի գնալու, որովհետև վախենում է, մի խոսքով, ահա որ է։ Բայց սրա մասին խոսեմ այդ վիդեոյի ընթացքում, գրեք ինչ թեմաներն է ձեզ հետաքրքիր, որ այդ մասին խոսանք, քանի ես ինձ մոտիվացված եմ։ Մի խոսքով, ինձ թվում է այսօրվա համար այսքան է, խնդրում եմ լայքեք, subscribe եղեք իմ էջին, որտեղ հետաքրքիր վիդեոներ է լինելու։ Ու գրեք ձեր կարծիքը, գրեք թե որ մեխանիզմն է ձերը, գրեք ձեր սիրո լեզուն, եկեք ակտիվ քննարկենք, իսկ ես ձեզ սրտով կշկում եմ և կհանդիպենք ձեզ հետ Լիլիթներ ձեր սիրելի կամ սիրելի